Իսկ սկզբանե մենք նպատակ չունեինք ցուցարարների նկատմամբ տղություն կիրառել եւ ուժ կիրառել երկու պատճառաբանությամբ։ Առաջինը, որ քաղաքական ղեկավարության կողմից մեզ ցույցում էր տրված խուսափել ցուցարարների հետ ուժի կիրառումից։ Եվ երկրորդ տեղանքը այնպիսին էր, որ ցանկացած ուժի կիրառում կարող էր ունենալ անցանկալի հետևանքներ։ Այդ հրապարակին կից տարածքում էր գտնվում օտարերկրյա 3 դեսպանատներ։ Ֆրանսիայի դեսպանատունը, Ռուսաստանի դեսպանությունը, Իտալիայի դեսպանությունը։ Այդ տարածքում էր գտնվում Գլաձոր համալսարանը, ցերեկվա ժամեր։ Ներողություն, պարոն Հունանյան, այսինքն բախումից խուսափելու համար ինչ արեց ոստիկանությունը։ Բանակցեցիք ցուցարարների հետ։ Բախումից խուսափելու համար մենք անմիջապես անցանք բանակցության փուլին։ Հիմա կարծես հենց բանակցության կադրերն են, հա, եթերում։ Ալեքսանդր Միասնիկյանի անվան դիմաց գտնվող այդ ցուցարարների մեջ հայտնաբերվեց Սամվել Գևորգյանը, այ հիմա տեսագրության մեջ երևում է, եւ Երջանիկ Աբգարյան, որոնք ՀՇ-ի առաջնորդներից են։ Եվ իրենք չթաքցնելով հայտարարեցին, որ ցուցարարների պատասխանատվությունը մենք վերցնում ենք մեր վրա եւ մենք ենք պատասխանատուն այս հավաքված մարդկանց։ Մենք պահանջեցինք նրանցից անմիջապես թողնել Ֆրանսիայի դեսպանատան դիմացի հավաքված մարդկանց եւ առաջարկեցինք նրանց, եթե ուզում են միտինգ անել, ցույց անել, կայանաբերց հրապարակ։ Իրենք չհամաձայնվեցին, թե դա հեռու է, քաղաքի կենտրոնից մենք չենք ուզում դուրս գալ։ Մենք առաջարկեցինք այս դեպքում նրանց հանրապետական մարզադաշտի հարագից տարածք։ Կարծես թե նրանք համաձայնվեցին, մեզանից ժամանակ խնդրելով, որ դա համաձայնեցնեն հավաքված անձանց հետ։ Շուրջ 5-10 րոպե բանակցելուց հետո վերադարձան, որ չենք համաձայնվել։ Ոչ մի խնդրում եմ խախտում, ոչ մի մեքենա ջարդել, ես դից ոչ մի ազնագազմ չեմ հանում, ժողովրդի ոչ մեկին մատով չի գտնում, դուք էլ գնում եք մատենադարան, երբ ուղղությամբ բարձրանում եք, ոնց եք բարձրանում, բարձացեք, նորմալ բարձացեք։ Լավ, մենք մեր վերահրաչակի մի հատ մտածելու բան չկա, մինչև այս հանդիստ միած մեջ պետք է ուրեմն լնելու բան անել, հանգիստ մենք սկզբից կասենք, որ հիմա այս բանը մենք հանգիստ երթով կգնանք դեպի մաշինը։ Մի հատ ես Լևոնին ասա, բայց դինամիկելն ոչ։ Արի միկրոֆոն տվեք, միկրոֆոն տվեք, հենա մեքիների մեջ։ Միկրոֆոն տվեք։ Արի, ուրա միկրոֆոն տվեք։ Շարժվում եք մատենադարան, Մաշտոցի պողոտայով, խնդրում եմ պահպանել հանգստություն։ Միկրոֆոնը բերեցի, գնում ես, իչեմ մատենադարան, հասկացա, ժողով, ակով, ոստիկաններ, հասկացա։ Պարոն Հունանյան, կարծես թե բանակցությունը ստացվեց, համաձայնության եկան, ինչ է հիմա կատարվում։ Կադրերում մենք տեսնում ենք ոստիկանության մեքենաները կարծես թե դուրս են գալիս հրապարակից։ Ինչպես տեսակ տեսանյութում քիչ ավելի ուշ դեպքի վար եկած Դավիթ Շանազարյանը շարունակեց բանակցությունները, հայտարարելով, որ Երջանիկ Աբգարյանի ասածը հիմք չի եւ ինքն է պատասխանատու այս ցույցերի համար։ Եվ ինքը ստանձնելով պարտականություններ հայտարարություն արեց միտինգավորներին, որոնք արդեն 1000-2000 չէին, այլ 10000-ից ավելի, եւ հայտարարեց, որ ոստիկանության հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, մենք գնում ենք մատենադարանին հարող տարածքը միտինգ անելու համար։ Բայց կարծես թե ցուցարարների շարժ չի նկատվում եւ մարդիկ շարունակում։ Պայմանավորվածությունը այնպեսին էր, որ մենք պետք է դուրս գանք։ Առաջին շարքից դուրս պետք է անենք մեր մոտ ունեցած հատուկ տեխնիկական միջոցները, որից հետո իրենք պետք է շարժվեն դեպի մատենադարանի տարածք։
Սկզբից դուրս գալը մեզ նույնպես ձեռնտու էր, քանի որ մենք պետք է գնայինք այնտեղ տեղակայվեինք ներուժերը, որովհետեւ մատենադարան կարողանայինք պահպանել հասարակական կարգ ու կանոն։ Ի վերջո, ինչու դուրս չեկան ցուցարարները, ինչ կատարվեց։ Մեր շարժվելուց հետո, այնուհետև մենք իմացանք, սպասում էինք, որ ուրվորե պետք է ցուցարարները Մաշտոցի պողոտայով բարձրանան դեպի մատենադարան։ Նրանք ուշացան, հետո մենք տեղեկացանք, որ մեր դուրս գալուց հետո դեպքի վայր եկել, միտինգավորների մոտ է եկել Նիկոլ Փաշինյանը։ Իմանալով մեր բանակցությունների ավարտի մասին, հայտարարել է, որ ով ինչ խոստացել է դա հիմք չի, ես եմ այս միտինգի տերը, այստեղ ոչ միտեղ չենք գնում եւ շարունակելու ենք միտինգ այստեղ։ Եվ այդպես է ժողովուրդը շարժվեց դեպի մատենադարան։ Հիմա եթե չեք վստահում մեզ, հա, եկեք այս միկրոֆոնը վերցրեք, թե շարժումը բանանը, կողոքը։ Եթե վստահում եք, ամեն բառի վրա պետք չի ռեպլիկ, ուշ կլինի, շուտ կլինի, հիմա գնանք, 5-6 գնանք, կամ վստահեք, կամ մեզ վստահեք, կամ սուրժիկ, հեսա։ Իմ ելույթից հետո ես հույս ունեմ, որ այսպես 4 մասի կբաժանվենք, յուրաքանչյուրը կմոտենա մի մուտքին, Դեր բարիկադանման կառույցներ են կառուցված, ամեն մեկը մի փոքր կտոր բան, որ դնի ինչ-որ բան կստացվի, ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Ճիշտ է, ոստիկանական տղեկ, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարավոր։ Հիմա ինչ է կատարվում, փաստորեն խոսքից անցնում են գործի, թե մեկնաբանեք, խնդրեմ, ինչ է այս կադրում։ Փաստորեն դուրս գալուց առաջ մենք մտածեցինք անպայման ուժեղացնել ծառայությունը փողոցի վրա գտնվող դեսպանատների շրջապատում, հանձնես Ֆրանսիայի դեսպանատան, Ռուսաստանի դեսպանատան եւ Իտալիայի դեսպանատան։ Մեր կողմից ուժեղացվեց նաև քաղաքապետարանը, որտեղ մենք մտածեցինք, որ ամեն պահի, չնայած որ իրենք համաձայնվել էին խաղաղ ճանապարհով ցուցարարների բարձրանում, կարող են նաև ակցիաներ կատարել։ Բայց փաստորեն նրանք կատարեցին այն, ինչ մեզ համար սպասելի էր։ Մեր հեռանալուց հետո նրանք սկսեցին հարձակվել Երևանի քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանների վրա։ Ջարդուփշուր անել քաղաքապետարանի մուտքի դռները, ապակիները եւ բռնություն գործադրել այնտեղ ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Այս լուրը ստանալով մենք արդեն որ տեղակայվել ենք մատենադարանի շրջակայքում, ստիպված եղանք նորից վերադառնալ դեպի Բարոնյան փողոցի սկիզբ։